G1 թաղամասում ենք Աչափնյակում պատրաստի սեփականության վկայականով 5 միավոր townhouse-ներ ունենք վաճառքի։ Ունենք S-ը, M-ը եւ L-ը, հա, մեծ եք։ Սա ամենամեծն է։ Տեսակ լավ ավտոտնակ ունենք, հյուրերի համար սանհանգույց։ Հյուրասենյակը խոհանոցից առանձնացված է, բայց կարող եք քանդել այս պատը միացնել շատ հանգիստ, բակը շատ մեծ է։ Բացենք, տեսնեն մարդիկ, իդեպ ասեմ, ես նախնական փուլում նույնպես նկարահանել եմ այս գույքերը, իրենք միջնապատերը ժողովուրդ ջան բլոկով չի, տուֆով է շարած, մի քիչ տուֆը բարձր է գնային կատեգորիայով, իմացեք նաև երեսպատումը, չէ՞ ձյանակ, գեղեցիկ է, սևը սպիտակ տեղինով, տրավերտինով, լավ գույք է, էքսկլյուզիվ առաջարկ է, միջնորդավճար չկա, 225,000-ի մեջ կարող է ներառվել նաև մեր միջնորդավճարը, իսկ հակառակը ունենք փոքր մակերեսով, արդեն բակնել է փոքր տունն էլ, նա 190,000 է և միջանկյալ գնային սահմաններում կան արդեն ևս 3 տարբերակներ։ Գնանք երկրորդ հարկ։ Հա, տեսնենք ննջարանները ոնց են ստացել, աստիճանները։ Հարստավը տեսեք ինչ բարձր է։ Շլավն է, չի լավ տուն է, նույնիշ լավ լոգասենյակով, մաստեր։ Ընդհանուր սանհանգույց լոգասենյակ ունենք, լվացքասենյակ ունենք։ Պատուհանները նույնպես լավն են, քանի որ տեսնում եմ էտիկետկաներից պրոֆալ, ճիշտ եմ չի ասում։ Պրոֆալի ալումինն է։ Այստեղից արդեն բակային հատվածն է երևում պատշգամբից։ Ու քառակուսի, սիմետրիկ, դասավորված, այստեղ ենթադրում եմ լվացքասենյակ կարող է ծառայել կամ զգեստապ սենյակ, սանհանգույց 2 ննջարանների համար ու արևոտ։ Սա էլ վերջին ննջասենյակն է, էլի ունի բաց պատշգամբ, բայց այստեղից արդեն դիմացի հատվածն է երևալու, տեսեք։ Տեսարան դեպի Արադլեր, հեռվում դեֆանսն է երևում, որպեսզի պատկերացնեն, հա, որտեղ ենք, հյուսիս-հարավին հարող տարածքում ենք, իսկն ինֆրաստրուկտուրան լավ զարգացած է, այս շուրջ բոլորն է կառուցապատում են, գեղեցկանա, գները կբարձրանան։ Ամենակարևորն է, որ այս թաղամասը, որտեղ միայն townhouse-ներ են, փակ է, այսինքն միակ բնակիչների համար է։ Ճիշտ է, մենք հատուկ զանգեցինք, բացեցին նոր փակ թաղամաս։ Այնպես որ գրեք մեկնաբանություններում արդյոք դուք կվճարեիք նման townhouse-ի համար ընդամենը $225,000։